Նախին հարցի պատասխանից սկսեմ, դուք հաշվարկ արեցիք բենզինի հետ կապված, որ հայ հանրությունը ֆինանսավորելու է Ադրբեջանի ռազմական բյուջեն։ Պատկերացնենք դուք արդեն իշխանության եք, դուք առևտուր բացարձակ չեք անելու Ադրբեջանի հետ, տնտեսական համագործակցություն ինչպես եք տեսնում, այսինքն որևէ առևտրային կապեր չի լինելու, սա առաջին է։ Երկրորդը դուք պարբերաբար նշում եք նախկին նախագահների առաջնորդության հետ կապված եւ կտրուկ եք հարցը, այսպես ասած դնում, որ պետք չէ նրանք առաջնորդությամբ զբաղվեն եւ չպետք է լինեն առաջնորդ երկրի։ Գուցե այդ հարցը թողնեք հանրությանը, դուք սոցհարցումներ կամ արել եք, դուք տեսել եք, որ դուք մեծամասնություն ունեք ներքին թեկուզ սոցհարցում եւ այստեղ դուք տեսնում եք, որ իսկապես նախկին նախագահները որևէ շանս չունեն, որևէ տոկոս չունեն։ Եվ երրորդ հարցը ընդհանրապես, երբ որ ենթադրենք էլի հետընտրական զարգացումներ եղան, դուք կոալիցիայի հետ կապված բացառում եք որևէ նախկին նախագահների ուժերի հետ համագործակցությունը եւ չորրորդը կարճած իշխանությունում տեսակետ կա, այսի տեղեկություն է շրջանառվում, որ դուք երբ քաղաքացիություն ունեք, խնդրում եմ այս հարցին անդրադառնալ։ Ռուսաստանի մասնավորապես։ Առաջի հարցից, չէ, երկրորդ հարցից երևի կամ ձեր ասած որտեղից սկսեմ։ Լավ, երրորդից սկսենք ուրեմն։ Երկհաղաքացիության առումով ես երբեք բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել։ Երբեք։ Երկրորդ Սամվել Կարապետյանը Հայաստանի անկախության առաջի օրվանից ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Նրա կյանքը հայկականության մեջ է իր կյանքի բոլոր էտապներում։ Այսինքն ավելի հայկական մարդ, ավելի հայկական արժե համակարգ կրող մարդ ես իմ կյանքում չեմ տեսել։ Իմ շրջապատում նրա մեջ հայկականությունը ամեն ուր է, մշակութային առումով, մեր ավանդույթների առումով, իր հայրենիքի հանդեպ ընկալման առումով, որը պրակտիկ է, կույր չէ, պրակտիկ, հայրենիքին լուծում տալու առաջարկ է։ Եվ կուզեի ասել, որ մարդը, ով այդքան տարի 30 տարեկանից հետո ապրել է, նա մինչև 30 տարեկանը աշխատել է եւ գործունեություն է ծավալել Հայաստանում։ Մարդը, ով այդքան տարի ապրել է երկրից դուրս, մեր սփյուռքի ներկայացուցիչները, նրանք ամենալավն են հասկանում իրենց հայրենիքի, կներեք այս արտադրության համար ղադրը։ Հայրենիքի ղադրը հասկանում է սփյուռքի մարդը ավելի լավ։ Իմ քաղաքացիության առումով երբեք ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել եւ պարոն Կարապետյանի քաղաքացիության առումով ասեցի։ Մյուս հարցը։ Առևտուրը։ Առևտրի հետ կապված։ Գիտեք, մի դեպքում կարա լինի, մի դեպքում ենք տեսնում, որ դա կարա հետաքրքիր լինի Հայաստանի համար։ Երբ որ սպասարկի, երբ որ լուծվեն երկու երկրների միջև եղած բոլոր հարցերը, լոգիստիկ առումով մենք ունենանք նաև ազատ մուտք դեպի իրեն սահմանակից երկրներ եւ մենք պատրաստ ենք աշխատել, բայց որպես երկրի տնտեսական պատասխանատու մեր ուժը ամեն ինչ պետք է անի ու անելու է, որ մենք ոչ թե վաճառենք, առնենք, այլ կարողանանք հետաքրքիր լինենք, վաճառենք։ Այդ պարագայում կարելի է նստել քննարկել։ Բայց միակողմանի ֆինանսավորել հարևան երկրի բանակը մենք չենք պատրաստվում։ Կպատրաստվենք այն ժամանակ, երբ մեր երկրի բոլոր հարցերը լուծված լինեն, փոխադարձ։ Այդ ժամանակ կնստենք խոսենք։ Բայց չի կարելի քո բոլոր խաղաքարտերը դրական տնտեսական 10 եւ ոչ մի բան չստանաս։ Դուք պատկերացնում եք Հայաստանը տարեկան գնում է 1 միլիարդ դոլարի նավթամթերք հիմիշելով։ Կես միլիոն տոննա նավթամթերք է գնում, մոտարապես կարող է 700 միլիոն դոլարի։ Եվ մենք կարողանանք, պատկերացնում եք, մենք սկսենք ֆինանսավորել մեր հակառակորդին։ Դա չի կարող աշխատել։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի արդյունաբերություն, դրա համար ենք ասում, Իրանի կողքը, Իրանի սահմանին, աշխարհի նավթային ամենահարուստ երկրի սահմանին, մենք գնում ենք ամենաթանկ բենզինը, պետք է նավթա վերամշակման գործարան այս երկրին,
ասում են, չգիտեմ ինչ են ասում, ոնց որ գործանի պահով դեռ շատ բան չէին ասում։ Ինչ վերաբերվում է նախագահներին, մենք խոսում ենք համերաշխության մասին հասարակական, մենք տեսնում ենք, որ հասարակական մի թևը, մի պլաստը չի կարող գերակա լինել մյուսի, հասարակության մեր թևերը հասարակական բևեռացված են, նրանք տարբեր աշխարհայացք ունեն եւ ինչպես ես նշեցի, մենք չենք որ որոշում ենք, մենք չենք որ կարող ենք խորհուրդ տալ, մենք ուղղակի տեսնում ենք, որ երկրի համար շատ լավ կլինի, եթե Հայաստանի առաջնորդը 5-րդ առաջնորդը ունենա ուրիշ անուն ազգանուն եւ լինի ուժեղ լիդեր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Target.